Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է Պատմության խորհուրդ հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք մի հետաքրքիր անձնավորության գործի մասին, Զաքարիա Ձագեցի կաթողիկոսի գործի մասին, որն ուղղակիորեն շահկապված է հայոց թագավորության վերականգնման հետ։ Բանն այն է, որ Հայաստանը 8-ից 9-րդ դարերում լինելով արաբական խալիֆայության կազմում, 9-րդ դարի կեսերին հուժկ ու ապստամբությունից հետո բռնել էր թագավորության վերականգնման ճանապարհը, եւ այս հարցում կարևոր խնդիր էր ապահովելու Հայաստանում քաղաքական համախմբում։ Այս գործը կարող էր անել միայն ընդհանուր աստիճանակարգություն ունեցող եւ միասնական նվիրապետական համակարգ ունեցող հաստատության միջոցով, որովհետեւ մենք գործ ունենք ժամանակաշրջանի հետ, երբ Հայաստանում նախարարական համակարգ էր, այսինքն Հայաստանի տարբեր հատվածներ հանդիսանում էին տարբեր իշխանների ժառանգական սեփականություն։ Այս իշխաններն ունեին իրենց պաշտոնները, իրենց հողակտորը, եւ այդ հողակտորը հորից ավագ որդի ժառանգաբար անցնում էր իր տնտեսական եւ ռազմական հնարավորություններով։ Շատ դեպքերում այս իշխանների շահերն իրար հակասում էին, եւ դրա համար դժվար էր գտնել ընդհանուր հայտարար միասնական նպատակի համար։ Նման իրավիճակում 9-րդ դարի կեսին տեղի ունենում 850-ից 55 թվականների մեծ ապստամբությունը։ Այս ժամանակ արդեն միանշանակ պարզ էր, որ հայ իշխանական ընտանիքների մեջ ամենաազդեցիկը եւ թագավորական աստիճանին գլխավոր հավակնողը հենց Բագրատների իշխանական ընտանիքն է։ Բագրատները եղել էին Արշակունյա царքատոհմի ժամանակ, այսինքն 66-ից 428 թվականներին Հայաստանում իշխած царքատոհմի ժամանակ նրանց թագակապ եւ թագադիր ասպետները։ Նրանք էին հետևում պաշտոնական արարողակարգին եւ նաեւ արարողությունների ժամանակ հանդիսությունների կարևորագույն պահերին թագավորի գլխին հենց նրանք էին դնում թագը։ Եվ այս ընտանիքը այժմ իր ձեռքում էր կենտրոնացրել կենտրոնական պաշտոնեության գլխավոր երկու պաշտոնները՝ հայոց իշխանի պաշտոնը, որ հայ իշխանների մեջ թիվ 1-ը լինելու առանձնաշնորհն էր եւ աստիճանաբար 9-րդ դարում փոխակերպվել էր իշխանած իշխանի տիտղոսի, եւ միևնույն ժամանակ սպարապետական պաշտոնը, որը հայոց զորքի փաստական հրամանատարի պաշտոնն էր։ Եվ այս ընդհանուր փաստորեն նախարարական համակարգի միասնական երկու կարևոր պաշտոնները գտնվում էին այս ընտանիքի ձեռքում։ Նրանք միևնույն ժամանակ ունեին բավական մեծ ցանց, իշխանությունների ժառանգական հողերի մեծ ցանց, բայց նրանց կողքին կային վասպուրականի արծրունիները, որոնք շատ մեծ տարածք էին տնօրինում, այսօրվա մեր հանրապետությունից շուրջ 2 անգամ ավելի մեծ տարածք, եւ միևնույն ժամանակ բավական ազդեցիկ էին Արցախի առանշահիկները եւ Սյունիքի սյունիները։ Այս բոլոր ընտանիքների շահերը անհրաժեշտ էր մեկտեղել, եւ այս գործը բնականաբար կատարելու էր միասնական աստիճանակարգություն ունեցող, նվիրապետական միասնական կառույց ունեցող Հայաստանյա Առաքելական Սուրբ եկեղեցին։ Զաքարիա Ձագեցի կաթողիկոսը դառնում է այն խորհրդանիշը, որ միավորում է իշխանական ընտանիքներին եւ նրանցից յուրաքանչյուրը մեկ քայլ հետ է կատարում իր հավակնություններից եւ համաձայնվում են միասնական օրակարգի շուրջ։ Անհրաժեշտ էր վերականգնել հայոց թագավորությունը եւ 850-55 թվականների ապստամբությունը իր արդյունքներով ապահովել էր արդեն փաստական անկախություն Հայաստանի համար եւ անհրաժեշտ էր ստանալ իրավական ճանաչում արաբական խալիֆայության կողմից։ Այստեղ հարկ է նշել, որ ակտիվանում է հարևանության բյուզանդական կայսրությունը, ով իր հզորության նոր շրջանն էր ապրում եւ փորձում էր վերականգնել իր խարխլված դիրքերը, որ ժամանակին զիջել էր արաբական խալիֆայությանը։ Բնականաբար կայսրությունը նորից օրակարգ էր բերելու քաղկեդոնականությունը հայ եկեղեցում պարտադրելու հարցը եւ փորձելու էր դա առաջարկելով հասնել նրան, որ մեր քաղաքական վերնախավը կողմնորոշվեր դեպի Բյուզանդիա եւ դրանով փաստորեն արաբական խալիֆայությունից մեզ պոկելու հարցում առաջարկեր որևէ օգնություն եւ դրա դիմաց պարտադրեր եկեղեցիների միությունը։ Այսինքն անհրաժեշտ էր միևնույն ժամանակ պահպանել եկեղեցու լիակատար անկախությունը եւ նաեւ հայոց թագավորության անկախության վերականգնման հարցում նպաստ բերել, ապահովել իշխանների միջև համագործակցություն եւ
համաձայնություն, փոխհամաձայնություն իշահ թագավորության վերականգնման։ Բագրատները Հայաստանում փաստացի 9-րդ դարի սկզբից արդեն ամբողջ պաշտոնեություն իրենց ձեռքն են վերցրել, եւ նախկին մրցակից Մամիկոնյանները այլևս Հայաստանի քաղաքական օրակարգում գլխավոր թելադրողներից չեն։ 826-ից 851 թվականներին իշխած հայոց իշխանած իշխան Բագարատ Բագրատունին, որ Աշոտ Մսակերի որդին էր, դեմ էր Հովհաննես IV կաթողիկոսի ընտրությանը եւ հակառակ նրա կամքին կաթողիկոսն ընտրվում է եւ իշխանը որոշում է, որ պետք է մյուս իշխանները արհամարեն կաթողիկոսին եւ հաշվի չառնեն նրա կաթողիկոսական օծումը։ Սակայն կաթողիկոսը հակառակ այս ամենին պաշտոնավարում է եւ 8-րդ տարում իր աթոռակալման այնուամենայնիվ որոշում է հեռանալ այրիվանք։ Եվ միայն այն ժամանակ, երբ որ իշխանությունը բավական մեծ ճգնաժամի մեջ է հայտնվում 850-55 թվականների մեծ ապստամբությունն էր, որ նաեւ Բագարատի որոշակի անխոհեմ քայլերի արդյունք էր, այդ ժամանակ անհրաժեշտ էր իհարկե, որ կաթողիկոսը իր ծառայության մեջ լիներ եւ Սմբաց Պարապետը այդ ժամանակ արդեն հավաքել էր իշխաններին եւ բարձրաստիճան հոգեորականներին եւ իլուր բոլորի հայտնել էր, որ Հովհաննես IV կաթողիկոսի նկատմամբ ամբաստանությունները ամբողջությամբ զրպարտություններ էին եւ Հովհաննես IV-ը վերադարձել էր իր ծառայությանը։ Հատկանշական է, որ նա ապստամբության ժամանակ շրջում էր Հայաստանի տարբեր հատվածներով եւ բավականին այսպես խոհեմ մոտեցմամբ հաշվի չէր առնում նախկինում եղած որևէ տարաձայնություն եւ իշահ հայրենիս նա քարոզում էր, որ անհրաժեշտ է գոտեպնդված պայքարել արաբական լծի դեմ եւ նաեւ բուղա Զորավարի կատարած հանցագործություններից հետո, երբ արաբական խալիֆայությունը 852 թվականին ուղարկել էր նրան, որպեսզի դաժանորեն ճնշեր հայերի ապստամբությունը, նա նույնիսկ նահատակվածների համար հիշատակության հատուկ օր սահմանեց, այսինքն հայրենիքի համար նահատակվածների պատվին հատուկ հիշատակության օր է սահմանում։ Սա յուրօրինակ խորհուրդ էր, որ ցույց է տալիս նորից հայ եկեղեցու ինստիտուցիոնալ մոտեցումը հայրենիքի եւ հավատի համար նահատակվածներին նույնը համարելու հարցում։ Եվ արդեն ապստամբության ավարտին համընկնում է կաթողիկոսի մահվան շրջանը եւ հաջորդ կաթողիկոսի ընտրությունը չափազանց կարեւոր էր Հայաստանի հետագա ճակատագրի հարցում։ Եվ այնպես է ստացվում, որ կաթողիկոս է ընտրվում մի խոհեմ անձնավորություն, որը պետք է արդեն հայոց իշխան եւ հետագայում արդեն իշխանած իշխան Աշոտ Բագրատունու, ապագա Աշոտ առաջին մեծի հետ ձեռք-ձեռքի տված շարժվեն թագավորության վերականգնման ճանապարհով։ Զաքարիա Ձագեցու անձը չափազանց կարևոր դեր է խաղում թե արտաքին հարաբերություններում, մասնավորապես արաբական խալիֆայության խալիֆի հետ բանակցությունների կազմակերպման հարցում եւ թե բյուզանդական կայսրությունից եկող վտանգները կասեցնելու գործում։ Միևնույն ժամանակ նա մեծ դեր է խաղում իշխանների միջև տարաձայնությունները վերացնելու հարցում։ Եվ այսպիսի համապատկերում է, որ տեղի են ունենում մի շարք կարևոր գործընթացներ։ Նախ եւ առաջ հենց կաթողիկոսի նախաձեռնությամբ Շիրակավանում գումարվում է ժողով, որտեղ հրավիրվում են մասնակցելու ոչ միայն Բագրատունի իշխանական ընտանիքի ներկայացուցիչներ, այլև արծրունիների, սյունիների, Արցախի իշխանների եւ այլ իշխանական ընտանիքների ներկայացուցիչներ։ Բարձրաստիճան իշխանների եւ հոգեորականների այսպիսի ժողովն է, որ ապահովում է Բագրատների համար հետագա հաջողված ընթացք։ Մի կողմից անհրաժեշտ էր ապահովել այնպիսի կարևոր որոշում, որ բոլորը միակամ են թագավորության վերականգնման հարցում, մյուս կողմից անհրաժեշտ էր ֆիքսել, թե ով է լինելու ի վերջո թագավոր։ Եվ այստեղ միահամուռ կերպով 869 թվականին որոշում է կայացվում, որ հայոց թագավոր պետք է իշխաններն իրենց միջից համարեն հենց Աշոտ Բագրատունուն, ով այդ ժամանակ արդեն հանդիսանում էր հայ իշխանների մեջ թիվ 1-ը եւ թե արաբական խալիֆայության աչքին եւ նրանց կողմից հաստատված հայոց պաշտոնեության թիվ 1 անձն էր, իշխանած իշխանի պաշտոնն էր զբաղեցնում։ 850-55 թվականների ապստամբությունից հետո Հայաստանը փաստացի անկախ էր եւ այժմ այս որոշումից հետո ստացվում է, որ պետք է դիմեին խալիֆայությանը, որպեսի հենց հայ նախարարական համակարգի անունից խնդրեին, որպեսի ճանաչվի Աշոտը թագավոր։ Որպեսի գործընթացը լեգիտիմ ընթացք ստանա,
պետք է այդպիսի լեգիտիմություն ունեցող անձ ներկայացնի համակարգը, եւ քանի որ իշխանների մեջ այդ միասնական աստիճանակարգային համակարգը, այդ հիերարխիան դեռևս չէր վերաճել թագավորության եւ հենց դրա համար էին պայքարում, նման գործիքակազմից կարող էր օգտվել միայն հայոց կաթողիկոսը։ Եվ խնդրեմ, Զաքարիա Ձագեցին բանակցություններ է սկսում Հյուսիսային Միջագետքի արաբ կառավարչի հետ, որի միջոցով պետք է խնդիրը ներկայացնեն արաբական խալիֆին։ Եվ այս շրջանում փոթորկալից իրադարձություններ պետք է ծավալվեն եւ արաբ ոստիկանը օրինակ վերջին փորձը պետք է կատարի հայոց իշխանական այս համակարգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Բանն այն է, որ Հայաստանը 8-րդ դարի սկզբից դնելով խալիֆայության կազմում առանձին փոխարքայություն էր կազմում հարևան Վիրքի եւ Աղվանքի հետ, եւ այդ փոխարքայության վերադասը կոչվում էր ոստիկան։ Եվ այս պաշտոնյան փորձում է վերջին ճիգը գործադրել արաբական ամիրայությունների հետ, այսինքն արաբական իշխանությունների հետ համատեղ հայ իշխաններին հնազանդեցնելու։ Եվ այս փորձը եւս ձախողվում է, ու կաթողիկոսի բանակցությունները ի վերջո տալու են իրենց հաջող պատասխանը։ Արաբները պետք է ի վերջո ճանաչեն Աշոտին հայոց թագավոր։ Մյուս կողմից մենք ունենք իրավիճակ, որ արաբական խալիֆայությանը զուգահեռ բյուզանդական կայսրությունում կայսեր կողմից բանակցություններ են սկսվում Աշոտի հետ։ Եվ այստեղ պետք է նշել մի կարևոր հանգամանք, որ բյուզանդական կայսրությունում հաստատվել էր մակեդոնական կամ հայկական արքայատոհմը, ընդ որում հենց այս արքայատոհմի ներկայացուցիչները, այս կայսերական ընտանիքի ներկայացուցիչներն են պնդում, որ իրենք ունեն հայկական ծագում։ Եվ ինչպես ժամանակակից հայագիտությունն է ապացուցել, դա նրանք անում էին հետագայում Հայաստանի նկատմամբ իրենց հավակնություններն ամրապնդելու համար։ Եվ հենց այս կայսերական ընտանիքի ժամանակ էր, որ Փոթ պատրիարքի միջոցով բանակցություններ են սկսում։ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքը առաջարկում էր հայոց կաթողիկոսին ընդունել 451 թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումները, եւ դրա դիմաց կայսրությունը խոստանում էր աջակցել հայոց իշխանական այդ համակարգին, որպիսի վերականգնվի թագավորությունը։ Հայոց կաթողիկոսը Աշոտ Բագրատունու մյուս իշխանների եւ եպիսկոպոսների հետ համատեղ հստակ դիրքորոշում են արտահայտում, որ մի կողմից դեմ են եկեղեցիների միավորմանը, մյուս կողմից բաց են համագործակցությանը քրիստոնյա եղբայրների հետ։ Սա շատ հետաքրքիր է եւ մեզ հասել է պատմիչների միջոցով ողջ նամակագրությունը Փոթ պատրիարքի եւ հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու միջև։ Այստեղ երևում է Զաքարիա Ձագեցու պետականակենտրոն մտածողությունը։ Նա ամեն կերպ ցանկանում է չփչացնել մի կողմից Փոթ պատրիարքի հետ հարաբերությունները, կայսրության հետ բանակցությունները հաջող ճանապարհով տանել, որ որևէ կերպ խոչընդոտ չլինի թագավորության վերականգնմանը, մյուս կողմից նա հստակ հայկական ինքնության եւ հայկական եկեղեցու ինքնուրույնության հիմքերում է կանգնած եւ թույլ չի տալիս եկեղեցիների միությունը։ Եվ այս առումով նա հերթական անգամ նամակներից մեկում նշում է, որ հայ եկեղեցին հավատարիմ է տիեզերական 3 ժողովների որոշումներին եւ բնականաբար դրանով ճիշտ ուղու վրա է եւ կարիք չկա, որ մեր եկեղեցին բյուզանդական եկեղեցու մաս կազմի։ Զաքարիա Ձագեցի կաթողիկոսը բավական բարձր գնահատանքի արժանացել թե իր ժամանակակիցների եւ թե հաջորդ սերունդների կողմից։ Եվ պատահական չէ, որ նրա մասին խոսել են այնպես, կարծեք սրբի մասին խոսեն։ Մի փոքր մեջբերում կատարենք նրանից մի քանի դար անց մատենագրական գործով զբաղված մի հեղինակի կողմից։ Խնդրեմ։ Արդ ըսոցա բանկս առյալ սրբո հայրապետին մերո Զաքարիայի եւ այլ սրբոց վարդապետած լուսավորեցին զամենայն հավատացյալս ի Քրիստոս եւ ցուցին մեզ ըստոնս եւ ըսպատճառս նոցա ըստ ծնունդն փրկչին մերո եւ զնծայում են քառասնորյա իտաճարին ըսկարգավորություն պահոց եւ այլն եւ այլն։ Սա այն գնահատական տրված խոսքերից է, գնահատանքի խոսքերից է, որ մենք ունենք Զաքարիա կաթողիկոսին ուղղված։ Հետագա գործընթացները չափազանց հետաքրքիր են։ Կաթողիկոսը փաստորեն ջանքեր է գործադրում, որ իշխանները միմյանց հետ որոշակի կապերի մեջ լինեն եւ խրախուսում է, որպեսզի խնամիական կապեր հաստատվեն Աշոտ առաջինի եւ մյուս իշխանական ընտանիքների միջև։ Այս գիծը պետք է շարունակի հաջորդ կաթողիկոսը Գևորգ Գառնեցին։
Եվ բնականաբար այն ծրագիրը, որ իշխանների միջև կլինեն իշխանական ընտանիքների փոխկապակցման մեխանիզմներ, այսինքն իշխանները խնամիական կապերով միմյանց կապված կլինեն, դա ապահովելու էր նրանց ներդաշնակությունը եւ կանխելու էր հետագայում թագավորության ստեղծելուց հետո նրանց միջև երկպառակտչական ձգտումները։ Գևորգ Գառնեցին արդեն հաջորդ կաթողիկոսը շարունակելով Զաքարիա Ձագեցու գիծը հենց նա է, որ պետք է 885 թվականին Օծի Աշոտ առաջինին հայոց թագավոր։ Ցավոք Զաքարիա Ձագեցին չի տեսնում իր կատարած ահռելի աշխատանքի արդյունքները, բայց նրան շարունակող կաթողիկոսը հաջողությամբ կարողանում է հանգրվանի հասցնել թագավորական օծման հարցը եւ հստակ մեր մատենագիրները մատնանշում են, որ թագավորը հենց կաթողիկոսից ստացած օծմամբ է գահակալում եւ ժամանակին Զաքարիա Ձագեցուն խոստացված թագավորական թագը, որ խալիֆայության կողմից համապատասխան հավաստիացումները եղել են, հենց այս ժամանակ ուղարկվում են հայոց թագավորին եւ այդ տարբերանշանները արքայական ծիրանին, թագը, կաթողիկոսը օծման ժամանակ դնում է թագավորի գլխին եւ ուսերին։ Եվ այսպիսով Բագրատունյաց թագավորությունը հռչակվում է եւ հայոց թագավորությունը վերականգնվում է, այսինքն նախարարական համակարգը եկեղեցու գործուն աջակցությամբ երկարատև պայքարից հետո կարողանում է վերականգնել հայոց թագավորությունը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ պատմության խորհուրդ հաղորդաշարի եթերում։ Ցտեսություն։